Բարի երեկո, ուղիղ եթերում ազատության լուրերի թողարկումն է, առաջիկա րոպեներին դիտեք։ Ուղարկել Երևան քաղաքի առաջին հազարամյակներության։ Երկրորդ դատավորն է հրաժարվում քննել կաթողիկոսի գործը, ով կլինի հաջորդը։ Երևանից է Ռոբերտ Քոչարյանը նոր գործով մեղադրյալ։ Հակակոռուպցիոնն ու երկրորդ նախագահի փաստաբանը երկու տարբեր ժամկետներ են նշում։ Երևանը руководствуется другими задачами. Մոսկվան բողոքում է երկաթուղու կառավարման հարցով Երևանի հրապարակային հայտարարությունների։ Կառավարությանը չի հաջողվում կազմակերպիչներից հետ ստանալ Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո վերադարձի ենթակա $1,300,000։ 500-ից ավելի զոհ Նեպալում ուժգին ջրհեղեղի զոհերի թիվն աճում է։ Որ թիմերն են Արարատ Արմենիայի հակառակորդները։ Նախ Էջմիածին տեղափոխվենք։ Երկրորդ դատավորն է փաստացի ձեռքերը լվանում կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործի քննությունից։ Առաջինն ինքնաբացարկ էր հայտնել, երկրորդ դատավորը գտավ, որ գործը Երևանում պետք է քննվի։ Թե որն էր դատավոր Սերժ Ռուշանյանի հիմնավորումը, նիստին հետևած Սուսան Բադալյանը կպատմի։ Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոս արքեպիսկոպոսների քրեական գործը շարունակում է ձեռքից ձեռք անցնել։ Այսօր էլ Էջմիածնի դատարանում դատավորը Սերժ Ռուշանյանը, որին գործը նոր էր մակագրվել, այս պատմությունը քրեական ուղարկեց Երևանի դատարան։ Խնդիրն այն է, որ քննարկման թեմա դարձավ, թե ինչու մեղադրանքում նշված չէ, որտեղ է հատկապես ամենայն հայոց կաթողիկոսը որոշում կայացրել կարգալույց հռչակել Արման Սարոյանին, Գևորգ եպիսկոպոսին։ Եվ քանի որ նշված չէ մեղադրանքում, թե որտեղ է տեղի ունեցել ենթադրյալ հանցանքը, նշանակում է հստակ չէ, որ գործը պիտի քննվեր Էջմիածնի դատարանում։ Ահա այս հիմնավորմամբ դատավորը գործը ուղարկեց Երևան, մի քանի անգամ նշելով, որ ինքը չի հրաժարվում քննել այս գործը։ Ամենայն հավանականությամբ ուղարկելու դեպքում, եթե վեճ բարձրացվի, չեն պատրաստվում որևէ կերպ անաշխատունակության վիճակում գտնվել, չեն պատրաստվում արձակուրդ վերցնել, չեն պատրաստվում խուսափել այս գործի քննությունից։ Եթե վեճի արդյունքում կլուծվի, որ այս գործը ինձ հանդարտյա, կհանդիպենք հաջորդ դատական նիստում։ Թե մեղադրող կողմը եւ թե վեհափառի փաստաբանական թիմը դեմ էին, որ այս գործը Երևան գնա։ Մենք համաձայն չենք դատանի որոշման հետ, որովհետեւ մենք կարծում ենք, որ ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունը, քանի որ Էջմիածին քաղաքում է ընդունվել, ապա գործը պետք է քննվեր այս դատարանում։ Դատավորը այդ կարծիքը չուներ։ Այս գործը կարող է մակագրվել այնպիսի դատավորների, որոնց հանրությունը չի վստահում, օրինակ Մասիս Մելքոնյանին, Կարեն Ֆարխոյանին, Արմինե Մելիքսեթյանին եւ այլոց։ Բոլոր դեպքերում դատավորների տեսակետից տեսնում են, որ դատավորները ինչ որ առումով խնդիր են տեսնում իրենց այս գործը քննելու հարցում։ Հիշենք, որ ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին նիստը 21 օր առաջ էր եւ նույնպես այն տևեց շատ կարճ, քանի որ այդ գործը պետք է քններ դատավոր Հակոբ Մանուկյանը, բայց նա հիմնավորեց, որ իր արտոնագիրը ստացել է Արա Զոհրաբյանից, որը որ այս գործով ամենայն հայոց կաթողիկոսի փաստաբանն է, ներկայացուցիչն է, եւ բացառք հայտնեց, հրաժարվեց գործը քննել եւ այժմ էլ պատմությունը նման է ըստ ամենայն հայոց կաթողիկոսի փաստաբանական թիմի, նրանք կարծում են, որ դատավորները պարզապես չեն ցանկանում քննել այս գործը։ Այսօր նիստը նույնպես շատ երկար չտևեց եւ հասցրեցին քննարկել միայն նիստի անցկացման ձևաչափը, այսպես ասած, դռնբաց թե դռնփակ։ Հարցն այն է, որ այս գործով միակ տուժողը Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, աշխարհի կանոնով Արման Սարոյանը միջնորդեց, որպեսզի նիստը դռնփակը անցկացվի, քանի որ նա պնդեց, թե անվտանգության խնդիր ունի նախորդ նիստում, այսինքն առաջին նիստում սպառնալիքներ են հնչել իր հասցեին։ Շրջապատի մարդիկ ստացել են տարբեր տեսակի սպառնալիքներ։ Այդ սպառնալիքների մեջ նաև նշվում է, թե իրենք ինչպես պիտի վարվեն։ Առաջին նիստի ժամանակ նույնպես սպառնալիքներ են հնչել,
Մեղադրող կողմը նույնպես աջակցեց տուժողի այս միջնորդությանը, սակայն վեհապարի փաստաբանները պնդեցին, որ գործը հանրային հնչեղություն ունի եւ շատ կարեւոր է, որպեսզի այն լուսաբանվի եւ ի վերջո դատավորը որոշեց, որ գործը կանցկացվի դրմբաց եւ կլուսաբանվի։ Դատական այս երկրորդ նիստին ամենայն հայոց կաթողիկոսը եւ 6 եպիսկոպոս արքեպիսկոպոսները չէին մասնակցում, նրանք այդ մասին նախապես էին տեղեկացրել։ Նիստը ավելի խաղաղ մթնոլորտում անցավ, քան նախորդ առաջին նիստներ, որին մասնակցում էին բարձրաստիճան հոգեվորականները։ Այսօր փոքրիկ միջադեպ գրանցվեց նիստի ամենասկզբում փաստաբան Մարինե Ֆարմանյանը նշեց, որ մինչ ամենայն մանրամասնությամբ ստուգում են բոլոր փաստաբաններին, խոսքը դատարանի մուտքը հսկող կարգադրիչների մասին է, չեն ստուգվել այս գործով միակ տուժողը եւ նաեւ երկու մեղադրյալները։ Հիմա կալանավորված Ռոբերտ Քոչարյանի գործի մասին նրա փաստաբանական թիմը շարունակում է պնդել, թե նա քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Իշխանական հայտարարություններին զուգահեռ սկսեց խոսել նաև գործը քննող հակակոռուպցիոնը, հերքելով, թե առաջին դեմքից իջեցված հրահանգ է եղել։ Պնդում են սխեմա է գործել, ձևական անձինք են կանգնած միլիոնների գործարքների հետևում։ Քոչարյանների փաստաբանները հակադարձում են, յուրաքանչյուր գործարքի օրինականությունը հաստատող փաստաթղթեր ունեն։ Վարչապետի հետորվա հայտարարություն լիներ չլիներ, այս գործընթացը ձեր ասած հանգամանքի, եթե նույնիսկ չլիներ, մենք 25-ին մեր գործողություններն անելու էինք։ Լիներ անելու ենք, չլիներ անելու ենք, այսինքն որևէ կապ չկա։ Հակակոռուպցիոն կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյան նախորդին հանրայինի եթերում ամեն կերպ վստահեցնում էր, վարչապետի ցուցումով չէ, որ կոմիտեն կալանավորել է Ռոբերտ Քոչարյանին ու նրա որդուն եւ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի զգուշացումները ոչ մի կապ չունեն իրենց վարույթի հետ։ Ուզում եք ասեք, որ ձեր միլիոնները պիտի ժառանգեք ձեր երեխաներին, ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին։ Ես ձեզ կներեք ուղիղ ասում եմ, որ չի լինելու այդ բանը։ Ցույց տալու համար, որ այս գործը քաղաքական չէ, ինչպես պնդում են ընդդիմադիրները, սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Դավիթ Կոստանդյանը պնդում էր, թե Քոչարյաններին վերագրվող քրեական վարույթի վրա սկսել են աշխատել դեռ 2024-ից։ Ընդ որում 70 հատորից բաղկացած բազմադրվակ այս գործի վրա միանգամից 60 քննիչ է աշխատում։ Ինչ վերաբերում է օգոստոսի 25-ին Քոչարյանների հետ փոխկապակցված 35-ից ավելի հասցեներում իրականացված խուզարկություններին, ապա ըստ Կոստանդյանի դրա վերաբերյալ միջնորդությունը դատարան էին ներկայացրել դեռ օգոստոսի 21-ին, մինչդեռ Փաշինյանի ելույթը օգոստոսի 24-ին էր։ Դուք ինչի հաշվին եք միլիոնատեր։ Ռոբերտ Քոչարյանի հանրային քրեական հետապնդումը ոչ թե օգոստոսի 25-ին է եղել, նա ապրիլ ամսին արդեն իսկ այս գործով որպես մեղադրյալ է ներգրավված եղել։ Այո, մեկ այլ դրվագով, ընդհանրապես մի դրվագով մեղադրյալ է ներգրավված եղել եւ ընտրվել է խափանամիջոցը բացակայելու արգելք։ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը մինչդեռ հակադարձում է։ Հակակոռուպցիոն կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյայի պնդումները սուտ են։ Քոչարյանին Օրանժ ֆիթնեսի գործով մեղադրանք էր ներկայացվել հունիսի 17-ին։ Ընդ որում հունիսի 14-ին, երբ ըստ փաստաբանի երկրից բացակայելու որևէ արգելանք չկար, Քոչարյանին օդանավակայանում անակնկալ թույլ չտվեցին մեկնել Հայաստանից, եւ դրանից օրեր անց միայն նոր մեղադրանք ներկայացվեց նախկին նախագահին։ Բազմադրվակ քրեական վարույթեր։ Հանրայինի եթերում հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյան 3 կոնկրետ օրինակներով էր ներկայացնում, թե ինչպես են պետական գույքերը մասնավորեցվել ինչ-որ ընկերությունների կողմից, բայց հետո դրանք փոխանցվել են Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն, այժմ կալանավորված Սեդրակ Քոչարյանին։ Կոստանդյանը պատմում էր օրինակ Կապուտակ Սևան հանգստավայրի մասին, որը ժամանակին վաճառվել է մի ընկերության, որի տնօրենը 19-ամյա աղջիկ է եղել։ Հետո այդ աղջիկն իր ընկերության 50%-ը փոխանցել է Սեդրակ Քոչարյանին։ Այդ ընկերության 50%-ը փոխանցվել է Սեդրակ Քոչարյանին։ Ինչի՞։ Որովհետև վարույթ իրականացնող մարմնի գնահատմամբ ի սկզբանե այդ գույքի հենց փաստացի սեփականատերը եղել են այսօր քրեական վարույթով որպես մեղադրյալ ներգրաված անձինք, այսինքն երկրորդ նախագահ եւ նրա հետ։ Բայց գիտեք, այնտեղ կա ինչ-որ հիմնարկ, ինչա մարդը մրցույթ շահում, ինչ-որ բան վերցնում, ներդրում պետք է անի իր բիզնես անի, կեսը հանգած տալիս է Սեդրակ Քոչարյանին։ Ինչի է տալիս։ Մեր գնահատմամբ ի սկզբանե ա եղել նման պայմանավորվածություն, այսինքն այդ գործարքները ձևական ա եղել։ Նույն սխեմայով ըստ հակակոռուպցիոն կոմիտեի արդեն նույն երիտասարդ աղջկա քույրը ձեռք է բերում այժմյան Play City-ի 4 հեկտար տարածքը, բայց հետագայում այն կրկին փոխանցում է Սեդրակ Քոչարյանին։
մի քանի տարի հետո նորից էլի 50%-ը փոխանցվում է Սեդրակ Քոչարյանին նվիրատվությամբ։ Նորյատվություն։ Այո։ Հավատ քրերի մոտ խասյաթ է։ Քոչարյանների փաստաբան Արա Մորբելյանը սակայն մանիպուլյացիա է որակում այս մեղադրանքները։ Կոնկրետ PlayCity-ի դեպքում պնդում է, որ այդ ընկերության 50%-ի նվիրատվությունը եղել է այն ժամանակ, երբ ընկերությունը դեռ որևէ գույք չի ունեցել։ Իսկ ինչպես էր ստացվել, որ տարբեր գործարքներում ընդգրկված, ապա իրենց գույքը Սեդրակ Քոչարյանին փոխանցողները միևնույն ընտանիքի անդամներ են եղել։ Կասկածելին գիտեք ինչու՞մն է, որ նույն ընտանիքի անդամներն են 19 տարեկան աղջիկը, հետո մյուս աղջիկը։ Այդտեղ ոչ մի կասկածելի բան չկա։ Դժվար է, որ պարոն Քոչարյանը, Սեդրակ Քոչարյանը ունենա բիզնես գործընկեր կոնկրետ պրոյեկտներից մեկով կամ երկուսով։ Ինչ վերաբերում այն մեղադրանքներին, թե հենց Ռոբերտ Քոչարյանն է վավերացրել կառավարության որոշումները, որոնցով պետական գույքը սեփականացվել ու հետագայում փոխանցվել է Քոչարյանի որդուն, ապա փաստաբանը նշում է, թե 95 թվականի սահմանադրությամբ կառավարության բոլոր որոշումները վավերացնում էր հենց նախագահը, եւ այդ հազարավոր որոշումները ստուգելու լիազորություն նա չի ունեցել։ Նույն կերպ ըստ Արա Մորբելյանի Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում սեփականաշնորհված բոլոր գույքերը կարելի է վերագրել երկրորդ նախագահին։ Փաստաբանի պնդմամբ այժմ իշխանության թելադրանքով փորձում են ամեն կերպ ցույց տալ, թե տեսեք թալանել են, մինչդեռ առկա են բոլոր գույքերի ձեռքբերման տվյալները, թե կոնկրետ ինչ դրամական միջոցներով եւ ինչպես են դրանք գնվել։ Փաստաբանի պնդմամբ, քանի որ գործը իրավական առումով որևէ հիմք չունի, իշխանությունը փորձում է քաղաքական հայտարարություններով ճնշում գործադրել դատարանների վրա, իրենց համար ցանկալի արդյունք ապահովելու նպատակով։ Իդեպ հակակոռուպցիոն կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյան 3 մեկ այլ դրվագով ընթացող քննության մասին էլ փակագծեր բացեց, պնդելով, թե Սեդրակ Քոչարյանը չունենալով հանք Հայաստանում հանքի վաճառքից $6 միլիոն է ստացել եւ այժմ փորձում են պարզել, ինչպես է դա տեղի ունեցել։ Սեդրակ Քոչարյանը Հայաստանում հանք ունի։ Չգիտեմ։ Դե պարզենք, մենք էլ չգիտենք։ Հասկացա։ Այսինքն պետք է ունենար, որ ծախեր։ Դե պետք է ունենար, որ ծախեր կամ էլ, չգիտեմ, ոնց է նշվել, որ հանք է վաճառվել 6 միլիոնով։ Փաստաբան Արա Մորբելյանն ասաց, թե այս մասով տեղեկատվությանը չի տիրապետում հանքի վերաբերյալ ոչ քրեական վարույթում եւ ոչ էլ ապօրինի գույքի բռնագանձման վարույթներում որևէ տեղեկություն չկա։ Կալանավորված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա ավագ որդին Սեդրակ Քոչարյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման եւ կաշառք ստանալու հոդվածներով։ Քոչարյանները մեղադրանքը չեն ընդունում։ Այս գործով անցնում են նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրան արգելվել է հեռանալ երկրից։ Շարունակվում են երկաթուղու շուրջ հայ-ռուսական հրապարակային հակադարձումները։ Կառավարումը ռուսներից վերցնելու այլ երկրի փոխանցելու քննարկումներից Հայաստանի վարչապետը 3 նորից խոսեց, ժամեր անց ստացվեց Մոսկվայի սուր արձագանքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու առաջարկին հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փաստորեն կշտամբելով Հայաստանի ղեկավարին, որ նման հարցերը ոչ թե ուղղակի Ռուսաստանի հետ են քննարկում, այլ հրապարակային հայտարարություններ են անում։ Любые вопросы, которые интересуют армян, можно обсуждать, в том числе и ситуацию с Южно-Кавказской железной дорогой, которая... Հայերին հետաքրքրող ցանկացած հարց կարելի է քննարկել, այդ թվում նաև Հարավկովկասյան երկաթուղի ընկերության հետ կապված իրավիճակը, որը ռուսական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման ներքո է։ Եվ մենք զարմանքով լսում ենք, թե ինչպես են այս հարցերի մասով, դե եթե դրանք արդեն իսկ առաջացել են, նախապես սեփական գործընկերոջը դիմելու փոխարեն հրապարակային հայտարարություններ են արվում այն մասին, որ մենք կվերցնենք, դա ընդհանրապես մերն է եւ մեզ 2 միլիարդ են պարտ։ Ես հասկանում եմ, որ սա տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից бացի նաև որոշակի զգացմունքներ է առաջ բերում մեր քաղաքացիների մեջ, եւ ես եւս բացառություն չեմ։ Груди наших граждан, и я не исключение. Ուղղակի Ռուսաստանից գնի Ռազմավարական նշանակության ընկերությունը հետ վերցնելու եւ այլ երկրի փոխանցելու մասին Փաշինյանն առաջին անգամ խոսեց այս տարեսկզբին։ Մոսկվան կտրուկ մերժեց կառավարման փոխանցումը, հայտարարելով, որ եթե նման բան տեղի ունենա, ապա Հայաստանը ստիպված կլինի վերադարձնել ռուսական բոլոր ներդրումները, որոնք մոտ $400 միլիոն են։ Արձագանքելով Փաշինյանը նշեց, որ Երևանը հաստատակամ է, սեփական երկաթուղիները տնօրինելու հարցում այլընտրանք չի տեսնում, իսկ ներդրումները վերադարձնելու մասով վարչապետը ակնարկեց, որ եթե Մոսկվան այս պահանջը պնդի, հնարավոր
կարևոր է, որ մեջբերեմ Հայաստանի կողմից անվճար տրամադրվող որոշ բաների համար էլ Հայաստանը սկսի տարեկան $2 միլիարդ ուզել։ Թե ինչի համար կարող է Հայաստանը $2 միլիարդ վարձավճար պահանջել, Փաշինյանը փակագծերը չբացեց։ Ընդամենը մի քանի օր առաջ կրկին վարչապետ Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ընթացքում դիմեց ռուս գործընկերներին երկաթուղու կառավարումը երրորդ երկրին հանձնելու խնդրանքով, նշելով, որ ներդրողները, բեռնափոխադրողները խուսափում են երազ-աղուրիկ երկաթուղուց, քանի որ այն գտնվում է ռուսական երկաթուղու կառավարման ներքո։ Օգոստոսի սկզբին, որպես երրորդ երկրի ամենահավանական թեկնածու, նշվում էր Ղազախստանը։ Միջազգայնագետ Ապրի Արմենիայի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանն ասում է, մինչ Հայաստանը ռուսական կառավարման գործոնն է նշում որպես հնարավոր ապաշրջափակման խոչընդոտ, ավելի կարևոր հարց կա։ Նախքան ռուսական խոչընդոտի հարցը քննարկելը պետք է հասկանալ, իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստ են Հայաստանի համար ապաշրջափակել ճանապարհները։ Որպեսզի մենք արդյոք վստահ լինենք, որ դա խոչընդոտ է, մենք պիտի առնվազն ունենանք որոշումներ հայտարարված Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, որ իրենք բացում են Նախիջևանի հատվածը եւ Գյումրի-Կարս հատվածը։ Նմանատիպ հայտարարություններ եւ նույնիսկ լուրջ քննարկումներ ոչ Ադրբեջանում, ոչ Թուրքիայում դեռ չկա։ Հիշացնեմ 2022 թվականին համարը դեռ մենք Թուրքիայի հետ պայմանավորվել ենք, որ երրորդ երկրի քաղաքացիների համար սահմանը կբացվի։ Անցել է 4 տարի։ Ինչ վերաբերում Նախիջևանին, ապա Ադրբեջանում դա նույնիսկ չեն քննարկում։ Եվ ես չեմ մտածում, որ Ադրբեջանում հիմա պատրաստ են բացեն Նախիջևանի երկաթգծի հատված Հայաստանի համար, մինչև չկա տրիպը։ Այսինքն դեռ չկա քաղաքական որոշում, որ մենք հասկանանք, որ այո, մենք տեսնում ենք, որ ճանապարհները բաց են եւ Հայաստան տարածքով չեն օգտվում, որովհետեւ Ռուսաստանի գործոնը ստեղ կա։ Թուրքիան իր տարածքում մինչև Նախիջևան հասնող այլ երկաթուղի է կառուցում։ Հայաստանում գոյություն ունեցող երազ-աղուրիկ գծին զուգահեռ հարց է առաջանում, ինչու է Թուրքիան կառուցում միլիարդներ արժեցող երկաթգիծ, եթե չի պատրաստվում շրջանցել Հայաստանի տարածքով անցնող երկաթգիծը եւ Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի հետ կապ հաստատել միայն մեղրիով անցնելիք փոքր հատվածով Թրամփի ուղով։ Կա երկու հատ ճանապարհ, այս ճանապարհ համար 1, որը տրիպով կանցնի, կգնա Նախիջևանով եւ այս ճանապարհ արդեն կա։ Այո։ Հիմա Նախիջևանը մոդեռնիզացվում է եւ այս ճանապարհում, չգիտեմ, հետի 3 ամիս է պետք, որ այս երկու հատվածները վերանորոգվի։ Միևնույն ժամանակ, ու այստեղ պետք են շատ չնչին գումարներ։ Միևնույն ժամանակ Թուրքիան կառուցում է այս երկաթգիծը ծախսելով 2-ից 3 միլիարդ $, որը կտևի 3 տարի եւ չի ուզում օգտվի այս ճանապարհից, որը դե ֆակտո արդեն կա։ Շատ հավանական է սցենարը, որ մենք կլինենք որակապես նոր բլոկադայի մեջ։ Երբ որ բոլորը վստահ կլինեն, որ տարածաշրջանը արդեն բաց է, բոլոր ճանապարհները արդեն շարժվում են, բայց իրականում բաց է միակ տրիպը։ Եվ մնացած այլ ենթակառուցվածքները դեռ կիսաբաց են կամ փակ են։ Վերլուծաբանն ասում է, քանի դեռ չկա հստակ հայտարարություն եւ կոնկրետ գործողություններ, որ տարածաշրջանը նաեւ Հայաստանի համար է ապաշրջափակվում, թե որ երկիրը կլինի երկաթուղիների կոնցեսիոները մեծ նշանակություն չունի։ Լինի, չգիտեմ, Ռուսաստանի կոնցեսիան, լինի Ղազախստանի կոնցեսիան կամ Զիմբաբվեի կոնցեսիան։ Հիմա Ադրբեջանը նրանից Նախիջևանը չի բացի, կամ Թուրքիան Գյումրի-Կարսը չի բացի, կամ Թուրքիան չի նախընտրել օգտվել Կարս-Գյումրի-Երևան, հետո Նախիջևան, Թրիպ, Ղարաբաղ, Ադրբեջան։ Թուրքիան ծախսում է միլիարդ $, որպեսզի ունենա Կարս Նախիջևան։ Եվ շատ հստակ պարզ նպատակով, որպեսզի չօգտվի Հայաստանի Հանրապետության տարածքով եւ շրջանցի Իրանին։ Հիմա այստեղ ում ձեռքում են գտնվում այս մեր երկաթգծերը, էականորեն նշանակություն չունի, որովհետեւ ելեմ ասում, նախագծերը իրենք տնտեսական չեն, այլ աշխարհաքաղաքական։ Հետևաբար, եթե Թուրքիան իսկապես ցանկանար ունենալ ավելի կարճ կապ Ադրբեջանի հետ, ապա իրենք վաղուց սահմանները բացել են։ Եվ քիչ առաջ Կրեմլը հայտնեց, որ սեպտեմբերի 1-ին Բիշկեկում տեղի կունենա Պուտին-Փաշինյան հանդիպում, որտեղ ըստ Ռուսաստանի նախագահի օգնականի Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները կքննարկեն Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ձգտումները։ Այս շաբաթ վարչապետ Փաշինյանն առանց հստակ ժամկետներ նշելու խորհրդարանում հայտնել էր, որ Երևանն առաջիկայում Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթաց կսկսի։ Այս հարցը ինչ որ
ինչ-որ կերպ պետք է հանգուցալուծել, այդ մասին նախագահն ու վարչապետը անկասկած կխոսեն, ասել է Ուշակովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ այդ զրույցը տեղի է ունենալու մի արտասովոր պայմաններում, երբ մեջբերեմ Հայաստանում մասսայական ձերբակալվում են ընդդիմության առաջնորդները։ Ուշակովը հայտարարել է, որ խոսքը այն առաջնորդների մասին է, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական բարիդրացիության ակտիվացման օգտին։ Հայկական ղեկավարության այս գիծը մեզ մոտ մեծ մտահոգություն է առաջացնում, ասել է Պուտինի օգնականը։ Այս շաբաթ կալանավորվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ավելի վաղ տնտեսական հանցագործությունների մեղադրանքով կալանավորվել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իսկ ուժեղ Հայաստանի ղեկավար Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է։ Փաստացի Քոչարյանի կալանավորումից հետո Կրեմլից այսօր առաջին անգամ ուղիղ հայտարարել են Մոսկվայի դժգոհության մասին։ Տարիներով պաշտոնյաների դռները ապարդյուն թակելուց հոգնած անհետ կորածների ծնողներն իրենք են ասոցիացիա ստեղծել։ Պետական կառույցների հետ կապը չեն խզում, բայց միայն նրանց վրա էլ չեն ուզում հույս դնել։ Չնայած ստեղծվել է Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով, բայց դրա ներկայացուցիչները վերջին անգամ 1 տարի առաջ են հանդիպել, իսկ այդ ժամանակ քննարկված որոնողական աշխատանքներն այդպես էլ չեն սկսել։ Մենք չենք ապրում, կարելի է այդպես ասել։ Արմինե Առաքելյանը 6 տարի է որդուն է փնտրում, ժամկետային Էդգար Առաքելյանին։ 44-օրյա պատերազմը սկսվելուց օրեր անց վայքից Ջաբրայիլ են տարել Էդգարին, ու մայրը մինչ օրս լուր չունի։ Բազմաթիվ դռներ ենք ծեծել ու ոչ մի նորություն, ոչ մի լուր։ Անհետ կորածների հարազատների հետ 6 տարի շարունակ պետական մարմինների դռներն է թակում պայքարում, որ քայլեր անեն ու կորած երեխաների հարազատների մասին տեղեկություններ հայտնեն։ Ոչ մի հստակ տեղեկություն, ու հիմա ծնողներն ու հարազատներն են որոշել կառույց ստեղծել ու քայլեր անել։ Մենք այսօր ունենք կառույց, որը կոչվում է Անհետ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա։ Կառուցել մի այնպիսի հարթակ, որ լինենք միասնական, լինենք ավելի ուշիմ, հետևողական։ Ասոցիացիայի հիմնադիրներից են Ասիա Դանելյանը, որի որդին է անհետացել 44-օրյա պատերազմում, Գոր Մուրադյանը, որ 6 տարի է փնտրում է եղբորորդուն։ Հույս ունեն, որ իրենց հիմնադրած այս ասոցիացիայում համախմբվելով ավելի արդյունավետ կպայքարեն, առանձին քայլերի հնարավորություն կունենան, միջազգային կառույցներ կկարողանան դիմել։ Ճիշտ աշխատանքներ վարենք, լինենք ավելի կառուցողական։ Ու հենց այդտեղից էլ ստեղծվեց այս ասոցիացիան։ Անհետ կորածների ծնողների ու հարազատների համահայկական ասոցիացիան զբաղվելու է բոլոր պատերազմներում անհետ կորածների հարցերով, Արցախյան առաջին պատերազմից մինչև վերջինը։ Հիմնադիր կազմում է նաև 90-ականներից հորը սպասող Արամ Չանախչյանը։ Անորոշության ծանրությունը փոխանցվում է սերունդեսերունդ։ Անհետ կորածների երեխաները այսօր արդեն իրանք են ծնողներ, բայց դեռ շարունակում են փնտրել իրենց հայրերին, եղբայրներին եւ հարազատներին։ 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը մոտ 200 անհետ կորածի մասին է նշում։ Առաջին պատերազմից 900-ի, Բաքուն մոտ 4000 անհետ կորածի մասին է խոսում։ Նրանք ըստ Ադրբեջանի իշխանությունների անհետ կորել են Ղարաբաղյան առաջին պատերազմում։ Այս թվերի հետևում անհայտ կորածների ուղղակի թվեր չեն, նրանք մարդիկ են, նրանք ընտանիքներ են, նրանք սպասում են, տարիների սպասում են։ Նորաստեղծ կառույցը այս ընտանիքների սոցիալական հարցերով էլ է զբաղվելու, կան, որ կերակրողից են զրկվել, ծանր վիճակում են ու աջակցություն չեն ստանում, հատկապես ծանր վիճակում են ամեն ինչ կորցրած արցախցիները, ասում է Իննա Աբրահամյանը, որ այս կազմակերպությունում հարազատներին ու որդիներին փնտրող արցախցիների ներկայացուցիչն է։ Մարդիկ շատ ահավոր վիճակում են, ներկա պահին ունենք ընտանիքներ, որոնց տներից հանում են այն պատճառով, որ տան վարձերը բարձրացնում են, մարդիկ էլ ոչ մի աջակցություն չեն ստանում, շատերը մնացել են առանց կերակրող։ Իննա Աբրահամյանն էլ իր որդուն է փնտրում, որ հիմա 26 տարեկան է, Ստեփանակերտի բենզինի հերթի մեջ է եղել ու պայթյունից հետո չկա։ Մենք բոլորս դենք այն հանձնել, ոչ մեկից ոչ մի նորություն չունենք, ոչ դենկայի պատասխան ունենք, ոչ տեղը այդ տարածքը զննել են թե մեր փրկարարները, թե ռուս խաղապահները, թե Ադրբեջանի փրկարարները եւ աշխատել են դեղ ինչ որ գտել են, բայց 22 հոգուց ընդհանրապես ոչ մի բան չկա, թեկուզ իր,
թեպուս DNK-ից էլ չեմ խոսում հələ, ինչը մեզ հույս է տալիս, որ իրենք ողջ են, ուղղակի գերության մեջ են։ 3 տարի է անորոշությունից տանջվում են Լուսինե Էմիրյանի երեխաները։ Արցախից բռնի Հայաստան են տեղափոխվել առանց հոր։ Ադրբեջանցիների հարձակման առաջին օրը դիրքերում է եղել ու այդ օրվանից նրանից լուր չունեն։ Ոչ մի ինֆորմացիա ընդհանրապես չունենք, որոնողական աշխատանքներ իրականացվել են մինչև սեպտեմբերի 30-ը, բայց էլի ապարդյուն ոչ մի նորություն չունենք, ոչ մի ինֆորմացիա չկա հստակ։ Լուսինեի հորեղբայրն էլ է անհետ կորել։ Ապաստարաներում պատսպարված արցախցիների հացի հետևից է գնացել ու չի վերադարձել։ Վերջապես մենք ուզում էինք ստանալ մեր ամենակարևոր հուզող հարցը, որտեղ են մեր երեխաները։ Անորոշությունից տառապող այս մարդիկ հույս ունեն, որ այս կառույցում համախմբվելով կկարողանան մի արդյունքի հասնել։ Ներկայացնել անհայտ կորած անձանց հարազատների շահերը, ազգային եւ միջազգային հարթակներում, անհրաժեշտության դեպքում աջակցել եւ ուղղորդել անհայտ կորած անձանց հարազատներին, ստանալու հոգեբանական եւ իրավաբանական ծառայություններ։ Մենք աշխատելու ենք, որ մեր բանակցությունները իշխանության հետ նենց ստացի, որ աշխատանք դառնա, ոչ թե պայքար։ Վերջին անգամ կառավարության մոտ ակցիա են արել հուլիսի 20-ին ու որոշել էին հասնել հայ-ադրբեջանական սահման ու ուղիղ դիմել ադրբեջանցիներին։ Դրանից հետո հանդիպել են ազգային անվտանգության ծառայության տնօրենին։ Իրենց հորդորել է սպասել կողմերի բանակցություններին։ Հույս է առաջացել, որ ինչ-որ մի փուլում կարող է գան համաձայնության, որ վերսկսվի այդ աշխատանքները, որոնողական, թե նույնականացման, թե մնացած։ Վերջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները հանդիպել են անցած տարի հունիսին։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Կառավարությանը չի հաջողվում կազմակերպիչներից հետ ստանալ Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո վերադարձի ենթակա $1,300,000։ $500-ից ավելի զոհ Նեպալում ուժգին ջրհեղեղի զոհերի թիվն աճում է։ Որ թիմերն են Արարատ Արմենիայի հակառակորդները։ Աշխարհահռչակ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգից հետո կառավարությունը չի կարողանում կազմակերպիչներից հետ ստանալ $1 միլիոն ավելի վերադարձի ենթակա գումարը։ Նույն այս ընկերությունը Snoop Dogg-ին պետք է բերեց, չբերեց, փոխարենը Երևան եկավ Լոպեսը։ Բազմաթիվ վիճահարույց իրավիճակներով հանդերձ նույն կառավարությունը կրկին մի քանի միլիոնանոց ծրագիր է որոշել վստահել այս նույն ընկերությանը։ Doping Space ընկերությունը 2 ամիս է չի կատարում կառավարության պահանջը եւ Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպումից հետո պետբյուջետ չի վերադարձնում ավելի քան $534 միլիոն։ Այդ գումարից $502 միլիոնը չծախսված միջոցներն են, մնացածը պայմանագրով նախատեսված տույժն ու միանվագ վճարը։ Չնայած այս ամենին նույն կառավարությունը նույն ընկերության հետ շուրջ $3.5 միլիարդ կամ մոտ $9 միլիոն նոր պայմանագրեր է կնքել այլ միջոցառում կազմակերպելու համար։ Ազատությունն ավելի քան 1 տարի կրթության նախարարության հետ գրագրություն է վարել, ստանալու անհրաժեշտ տվյալներ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի, փաստացի ծախսերի, պայմանագրային պարտավորությունների ու դրանցում ընթացս կատարված փոփոխությունների վերաբերյալ։ Բանն այն է, որ համերգի համար հատկացված $2.3 միլիարդից ընկերությունը տնտեսել է մոտ 1/4, ավելի քան $1.3 միլիոն, բայց այն դեռ բյուջետ չի վերադարձրել։ Չնայած պայմանագրով սահմանված է, որ ծախսերի թերակատարման դեպքում կառավարությունն իրավունք ունի հետ պահանջել գումարը։ Չօգտագործված $1.3 միլիոն բացի Doping Space-ը նախարարությանը դեռ չի վերադարձրել նաև $7.8 միլիոն տույժ տուգանքներ, որ գոյացել են հաշվետվությունները վերջնաժամկետից ուշ ներկայացնելու համար, նաև պայմանագրով պարտավորված $24.4 միլիոն միանվագ վճարը։ Սրանից բացի նախարարությունը ձեռնարկել է այնպիսի գործողություններ, որ համերգի կազմակերպիչ Doping Space-ը խուսափի համերգի չկայացած յուրաքանչյուր օրվա համար տույժեր վճարելուց, որ ամբողջական հաշվարկի դեպքում կհասնեին միլիարդների։
2023-ի օգոստոսին Հայաստանի կառավարությունն ավելի քան $6 միլիոն հատկացրեց Doping Space-ին Երևանում Snoop Dogg-ի համերգը կազմակերպելու համար։ Թանկարժեք համերգը Երևանում կազմակերպվում էր Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից 1 ամիս առաջ։ Այդ օրերին $6 միլիոն ամերիկյան рэփերի համերգին հատկացնելու հանրային քննադատությունը հետ չպահեց կառավարությանը այս որոշումից։ Անձամբ Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց համերգի գաղափարը։ Մենք դա անում ենք Հայաստան անվան համար, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը կոտրվել է, որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը ծնկի է եկել, Հայաստանը ապրում է, Հայաստանը զարգանում է, Հայաստանը կա եւ լինելու է։ Այս խոսքերից օրեր անց Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, դատարկելով այն հայերից։ Snoop Dogg-ի համերգը չկայացավ ոչ 2023-ին, ոչ էլ 2024-ին, բայց այդ ընթացքում Doping Space-ը պետությունից ստացած $6 միլիոն հետ չէր վերադարձնում։ Դիմել ենք կազմակերպությանը համապատասխան պահանջով։ 2025-ի փետրվարին կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց. դիմել են կազմակերպությանը բյուջեից հատկացված գումարները հետ ստանալու համար եւ սպասում են ընկերության պատասխանին։ Doping Space-ի եւ կրթության նախարարության միջև խոսակցությունը շարունակվեց մինչև 2025-ի հուլիսի վերջ, երբ հայտնի դարձավ, որ նույն ծրագրի շրջանակում Snoop Dogg-ի փոխարեն Հայաստան է գալու ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը։ Համերգը կայացավ օգոստոսի 3-ին Հանրապետական մարզադաշտում։ Մինչ այդ կողմերը փոխել էին պայմանագիրը, ըստ էության վերացնելով միջոցառման բանկային երաշխիքներն ու տուգանքներից խուսափելու սողանցք տրամադրելով ընկերությանը։ Արդյոք Doping Space-ը վճարել է տույժերն ու տուգանքները համերգի չկայացման օրերի համար եւ որքան է կազմել դա։ Ընկերությունից միայն պատասխանել են իրենք սահմանված կարգով նախարարություն են ներկայացրել համերգի կազմակերպման ֆինանսական եւ բովանդակային հաշվետվությունները։ Իսկ նախարարությունը չի պատասխանել Ազատության հարցին, թե ինչու չի գնացել պայմանագրով սահմանված տույժերն ու տուգանքները գանձելու ճանապարհով։ Ինչու է պայմանագրի փոփոխությամբ բանկային երաշխիքից հրաժարվել առանց այդ գումարները ստանալու։ Նախարարությունից այդ որոշման նպատակահարմարությունը բացատրել են շատ կարճ։ Համաձայնագիրը կնքվել է համերգի անցկացումից ընդամենը 2 օր առաջ, ու բանկային երաշխիքի կիրառման անհրաժեշտությունը բացակայում էր։ Doping Space-ն անպատասխան է թողել Ազատության հարցերը գոյացած պարտավորությունների ու տույժերի դրանց պետությանը վճարելու հարցերի վերաբերյալ։ Անցած ապրիլին ընկերության տնօրեն Հայկ Սիմոնյանը նախընտրել էր հարցերին պատասխանել հանրայինի եթերում, հայտարարել, որ իրենց տրամադրված գումարի գրեթե կեսը հարկեր են վճարել պետությանը։ Գումարած զբոսաշրջիկների կողմից տնտեսական օգուտն ավելին է, քան տրամադրված գումարը։ Ես չեմ համարի, որ համերգը թանկ է, ես կհամարեմ, որ դա բարձր արժեք ունի, բայց ամենակարևորը արդարացվող։ Թեև կրթության նախարարության եւ Doping Space-ի միջև գումարի վերադարձի հետ կապված խնդիրներ են առաջացել, դա չի խանգարել, որ կառավարությունը եւս մեկ խոշորածավալ միջոցառում վստահի այս ընկերությանը։ Պետական գնումների համակարգից տեղեկանում ենք, որ շրջակա միջավայրի նախարարությունն արդեն իսկ 3.5 միլիարդի ավելի քան $8.9 միլիոն պայմանագիր է կնքել Doping Space-ի հետ այս աշնանն է Երևանում կայանալիք COP17-ի համար։ Պայմանագիրը կնքվել է 1 անձից գնման ընթացակարգով։ Ընդ որում, ինչպես համերգի դեպքում էր, այս անգամ էլ կառավարությունը գումարի 90% ընկերությանն է տրամադրելու նախապես եւ միայն 10%-ը միջոցառման ավարտին հաշվետվությունների ներկայացումից հետո։ Հիմա տեսնենք ինչ է կատարվում աշխարհում։ Թեհրանը կվերադառնա Միացյալ Նահանգների հետ հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելուն, եթե Վաշինգտոնն ընդունի, որ իր գործադրած ճնշումն արդյունք չի տալիս, հայտարարել է Իրանի արտգործնախարարը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահն ասել էր, որ Վաշինգտոնը չի բանակցում Թեհրանի հետ։ Դոնալդ Թրամփն ընդգծել էր, որ Միացյալ Նահանգները կենտրոնացած է Իրանին տնտեսապես պատժելու վրա եւ խոստացել պատժամիջոցներ կիրառել Թեհրանի հետ տնտեսապես կապեր պահպանող երկրների նկատմամբ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով անցած գիշեր Ռուսաստանը Ուկրաինայի վրա է արձակել 164 անօդաչու թռչող սարք, խոցվել է դրանցից 137-ը։
Խարկովի մարզում 1 մարդ զոհվել է կամ վիրավորներ եւ ավերածություններ այլ բնակավայրերում հարձակման հետևանքով։ Մոսկվան էլ ուկրաինական 7 բնակավայր գրավելու մասին է հաղորդել Սումիի, Դոնեցկի, Զապորոժիեի մարզերում։ Ուկրաինական կողմը այս հաղորդումը դեռ չի մեկնաբանել։ Նեպալի մի քանի քաղաքներում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ։ Տեղի իշխանությունների վերջին տվյալներով մոտ 2000 մարդ անհետ կորած է համարվում։ Ընդ որում նոր ջրհեղեղի վտանգը ավելի է բարդացնում որոնողական աշխատանքները։ Աղետը սկսել է Նեպալի եւ Տիբեթի սահմանին ուժգին ջրհեղեղի եւ սողանքի հետևանքով։ Հայաստանի չեմպիոն Արարատ Արմենյան Եվրոպա լիգայի հիմնական փուլում է։ Հուզառատ հաղթանակ, որ նաև քաղաքական այսօրվա սրված տրամադրությունները զրոյացրեց, իշխանությունն ու ընդդիմությունը 3 համահավասար էին ցնծում։ Հայաստանի չեմպիոն Արարատ Արմենյան առաջին հայկական ակումբն է, որը կխաղա UEFA-ի երկրորդ ամենավարկանիշային առաջնության Եվրոպա լիգայի հիմնական փուլում։ Նախորդին կայացած երևանյան դրամատիկ հանդիպումն էլ ավելի դրամատիկ վերջաբան ունեցավ։ Առաջին խաղը 1-1 էր ավարտվել, այստեղ հիմնական ժամանակում թիմերը գոլ խփել չկարողացան։ Ավելացված ժամանակում մրցավարը հայկական թիմի օգտին 11 մետրանոց նշանակեց։ Պորտուգալացի կիսապաշտպան Սանդրո Լիման նախ վրիպեց։ Մրցավարը խախտում տեսավ ու որոշեց պետք է կրկնել։ Երկրորդ փորձը դարձյալ դիպուկ չէր, սակայն գնդակը հետ եկավ Լիմայի մոտ ու ի վերջո հանդիպման 98-րդ րոպեին պորտուգալացի կիսապաշտպանը խփեց հաղթական գոլը։ Այս հաղթանակը կարևոր էր ոչ միայն Արարատ Արմենիայի համար, այլ նաև հայկական ֆուտբոլի համար, որովհետև առաջին անգամ հայկական ակումբը որակավորվում է Եվրոպա լիգայում։ Երբ եկա այս ակումբ, նպատակս այն էր, որ ֆուտբոլիստներս կարողանան իրենց առջև նպատակներ, երազանքներ դնել, հավատալ, հետո իրագործել։ Թիմի 54-ամյա գլխավոր մարզիչ Մանուել Տուրիպան ավելի վաղ ասել էր հաղթանակի դեպքում կսափրվի եւ խաղից հետո րոպեներ անց արդեն առանց մորուքի ներկայացավ մամուլի ասուլիսին։ Նման պահերին մտածում եմ այն բոլոր մարդկանց մասին, որոնց ուրախացրեց այս հաղթանակը։ Առաջին հերթին ես երկրի համար ուրախացա, հետո ակումբի, որն ինձ վճարում է, եւ այն մարդկանց, որոնք հավաքվել էին ստադիոնում։ Նրանք փայլուն աջակցություն ցույց տվեցին, շատ բուռն։ Միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող Արարատ Արմենիայի հաղթանակի առթիվ շնորհավորական ուղերձ է եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Սա իսկապես նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար։ Թող այն դառնա նոր, ավելի մեծ ձեռքբերումների եւ հաղթանակների սկիզբ։ Իրենց քաղաքական հակառակորդին պատկանող թիմի հաջողությամբ ուրախ է նաև ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Պատմական օր հայկական ֆուտբոլի համար։ Ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին։ Հայաստանի չեմպիոն Արարատ Արմենիան Եվրոպա լիգայի հիմնական փուլում է։ Գործարարի եղբորորդին Նարեկ Կարապետյանը ավելի կարճ գրառմամբ է անդրադարձել իրենց թիմի հաջողությանը։ Միայն 2 բառ է գրել՝ մեր ձևով, կիրառելով այն արտահայտությունը, որից հետո եկեղեցում պաշտպանած օրեղբայրը մեղադրյալ դարձավ։ Մոնակոյում այսօր կայացավ հիմնական փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն Արարատ Արմենիան Երևանում կհյուրընկալի հոլանդական Ազետ Ալկմարին ու Էնիսիին, Պրահայի Սպարտային ու սլովենական Ցելիային։ Արտագնախաղեր կանցկացնի Միլանի հետ։ Կուղևորվի նաև Ավստրիա ու կհանդիպի Զալցբուրգին։ Լեհական Բելոստոկում կխաղա Ցելիայի հետ ու կմեկնի Պորտուգալիա մրցելով Տորենսեի հետ։ Հայկական ակումբի մրցակիցներից UEFA-ի վարկանիշային աղյուսակում 2025-2026 մրցաշրջանի արդյունքներով ամենաբարձր հորիզոնականում Միլանն է, այս ակումբը 30-րդն է, ապա Ազետ Ալկմարը, այս թիմը 35-րդն է։ Արարատ Արմենիան անցած մրցաշրջանի արդյունքներով այս վարկանիշային աղյուսակում 224-րդն է, աղյուսակում 400-ից ավելի թիմ կա։ Այսքանը այս եթերաժամի համար ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հիշեցնելով սոցցանցերում ազատության ռեպորտաժները գտնելու մասին Facebook-ում և Telegram-ում թարմացված լուրեր կարող եք գտնել։ Հաջողություն։